Խոսքի ազատություն և ատելության խոսք, որտեղ է սահմանագիծը, որտեղ են հատվում այս երկու կարևորագույն հասկացությունները։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում խոսքի ազատությունը և արդյոք կարող է խոսքի ազատությունը պաշտպանել որպես անձրևանոց ատելության խոսքը։ Իմ փորձագիտական կարծիքով ոչ։ Խոսենք այն մասին, թե ինչու։ Տեսեք, ինչ է իրենից ենթադրում խոսքի ազատությունը։ Սա այն իրավունքն է, որը մեզնից յուրաքանչյուրը ստացել է, նպատակ ունենալով ազատորեն արտահայտել իրենց մտքերը, կարծիքները և չվախենալով, որ դրա համար կենթարկվենք քրեական պատասխանատվության։ Ցանկացած ժողովրդավար երկրում խոսքի ազատությունը այն խթանն է, որը նպաստում է մտքի զարգացմանը։ Սակայն վերջին տարիներին մեծ վտանգ է հենց խոսքի ազատության համար ատելության խոսքը։ Տեսեք, կան շատ մարդիկ, ովքեր ունեն տարբերվող կարծիք, սակայն վախենում են բարձրաձայնել այդ կարծիքը, որովհետև վստահ են, որ ոչ միայն իրենք, այլ նաև իրենց ընտանիքի անդամները կհայտնվեն թիրախում, ատելության խոսքի թիրախում։ Եվ արդյունքում ստացվում է ինչ, որ ատելության խոսքը դարձել է խարան, ազատության խոսքի սահմանափակիչ գործողություն և այսօր այս երկու հասկացությունները ավելին քան հատվում են։ Դասական իմաստով ինչ է իրենից ներկայացնում ատելության խոսքը։ Ատելության խոսք ձևակերպում իրավական հասկացություններում գոյություն չունի, սակայն միջազգային կազմակերպությունները նպատակ ունենալով դիտարկել, թե ինչ տարածվածություն ունի, ինչ դրսևորումներ ունի ատելությունը, ատելության խոսքը ամբողջ աշխարհով, պետք է որոշակի բանաձև դուրս բերեր և տար ձևակերպում։ Եվ այսպես ՄԱԿ-ը ունի ձևակերպած իր ծրագրերից մեկում հստակ ատելության խոսքի հասկացությունը, որը հնչում է մոտավորապես այսպես. ցանկացած բանավոր կամ գրավոր խոսք, ինչպես նաև գործողություն, որն ուղղված է անձանց կամ անձանց խմբի դեմ, նպատակ ունենալով ոտնձգել նրանց, նվաստացնել կամ խտրական վերաբերմունք ձևավորել տվյալ անձանց նկատմամբ, պայմանավորված նրանց օվիևությամբ, այսինքն նրանց կրոնով, սեռով, հավատամքով և այլ չափորոշիչներով։ Սա այն ընդհանրական ձևակերպումն է, որը տրվել է ատելության խոսքի հասկացությանը։ Սակայն շատ հաճախ է քննարկվում, թե իսկ ինչպես հասկացաք, որ դա ատելության խոսք է, այլ ոչ թե իմ խոսքի ազատությունը։ Եվ բնականաբար հետհայացք է նետվում միջնադար, երբ փամփլետներ, տեղեկատվական բուկլետներ, ծաղրանկարներ տարածելու միջոցով ժամանակի պոետները բարձրաձայնում էին իշխանների և թագավորների արած անարդարությունները։ Սակայն ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, նրանց պարզապես վառում էին խարույկի վրա կամ կախաղան հանում։ Սակայն ինչ է կատարվում այսօր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ևս նախատեսում է որոշակի իրավիճակներ, երբ ատելության քարոզի իրականացումը քրեորեն պատժելի է դառնում։ Սակայն հարկ է նկատել, ինչպես է գնահատվում յուրաքանչյուր խոսք է, որ ատելության խոսքի հասկացության ներքո է դիտարկվում։ Պատասխանը ոչ, քանի որ կրկին ՄԱԿ-ը ձեռնարկել է գործողություններ տալու համար այն ձևաչափը, որին պետք է համապատասխանի ատելության խոսքը, ի տարբերություն խոսքի ազատության։ Եվ այստեղ կան 6 չափորոշիչներ։ Առաջինը, յուրաքանչյուր խոսք պետք է դիտարկվի ըստ իր ներկայացված բովանդակության։ Կարևոր է դիտարկել ով է այդ ատելության խոսք տարածողը, ինչ նպատակով, ինչպիսին է եղել հասցված վնասը և ինչպիսի գործողությունների միջոցով է դա իրականացվել։ Եվ այս բոլոր գործողությունները միասին կոչվում են Ռաբաթի պլան,
Հետևաբար յուրաքանչյուր գործողություն դիտարկելիս պետք է դիտարկենք, իսկ ինչպիսի նպատակ է ունեցել տվյալ անձը տվյալ տեղեկատվությունը տարածելու ընթացքում։ Բնականաբար, ատելության խոսքը չի կարող որևէ կերպ տեղավորվել խոսքի ազատության անձրևանոցի ներքո եւ դիտարկվել որպես խոսքի ազատության պաշտպանության լույսի ներքո դիտարկվող անձի իրավունք։ Ատելության խոսքը այսօր ամենատարածված ցավոտ խնդիրներից մեկն է դարձել նաև համացանցում։ Առավել մեծ խնդիր է ծաղրանկարները։ Որտեղ է այն սահմանը, երբ ծաղրանկարը այլևս դիտարկվում է որպես ատելության խոսք։ Բնականաբար օգնության է գալիս իմ կողմից հիշատակված Ռաբաթի պլանը, որտեղ դիտարկվում է, թե արդյոք տվյալ քաղաքական գործիչը, հանրային անձը թիրախավորվում է իր ի պաշտոնե իրականացրած գործունեության համար, թե օրինակ դիտարկվում է վերջինիս արտաքինը, ենթարկվում է ծաղրանքի, նվաստացման եւ այլն։ Այս համատեքստում է, որ պետք է յուրաքանչյուր իրավիճակ դիտարկել եւ գնահատել համապարփակ վերլուծության արդյունքում։ Խոսքի ազատությունը մեր բոլորի համար հիմնարար իրավունք է։ Առանց խոսքի ազատության անհնար է կայացնել ժողովրդավարություն։ Սակայն ատելության խոսքը այսօր սպառնացող չափերի է հասել համացանցում հատկապես։ Եվ բնականաբար մեզնից յուրաքանչյուրը ունի պարտավորություն մեր խոսքի ազատությունը դիտարկել այն լույսի ներքո, որը որ համահունչ է եւ չի հատում սահմանը։ Ատելության խոսք չտարածենք, հասկանալով, որտեղ է այս սահմանագիծը, որտեղ է մեր խոսքի ազատությունը, այն հատվածին հասնում, որտեղ կարող է վիրավորել եւ թիրախավորել մեկ այլ անձի։ Եվ ամենակարևորը, որպեսզի հստականա խոսքի ազատության եւ ատելության խոսքի սահմանագիծը, անելիք ունենք յուրաքանչյուրս։ Յուրաքանչյուրս մեր խոսքի ազատությունը պետք է գնահատենք, հասկանալու համար, երբ է հատվում այն սահմանը, երբ կարող ենք թիրախավորել, վտանգի ենթարկել եւ խտրական խոսք կիրառել մեկ այլ անձի նկատմամբ։ Շնորհակալություն եւ իհարկե հիշենք, որ մեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում են այլոց իրավունքները, խոսքի իրավունքը եւ ատելության խոսքը երևի սրա ամենացայտուն օրինակներն են։